Հայոց պատմություն և քիմիա առարկաների միասնական քննությանը դարձյալ կային բացականներ։ Թիվ 10 քննական կենտրոնի ղեկավարը դա հիմնականում կապում է այն հանգամանքի հետ, որ նախորդ միասնական քննությունների մասնակից դիմորդները ստանալով ցածր միավորներ, այլևս հարկ չեն համարել շարունակել բարձրագույն ուսումնական հաստատությունում տեղ ունենալու իրենց պայքարը։ Ըստ ցուցակի պետք է ներկայացված լիներ 169 դիմորդ, ներկա են 154 դիմորդ, 15 բացակա ունենք, որից մեկը հարգելի տեղեկանք է ներկայացրել։ Եթե ԳԹԿ ներկայացրել են հիվանդության մասին տեղեկանքներ, իրենք հնարավորություն ունեն եւս մեկ անգամ լրացուցիչ քննություններին մասնակցելու։ Եթե ոչ մի տեղեկանք չկա, անհարգելի է բացական համարվում եւ չի թույլատրվում երեխային մասնակցելու։ Արել ենք ամեն ինչ, որպեսզի քննությունն անցնի առանց ավելորդ ցնցումների, տեղեկացրեց քննական կենտրոնի ղեկավարը։ Նշենք, որ այս տարի քիմիա առարկայի միասնական քննության բոլոր դիմորդներին տրվել են Մենդելեևյան գունավոր աղյուսակ, ինչպես նաև նրանց թույլատրվել է օգտագործել պարզեցված հաշվիչներ։ Միասնական քննության մասնակից դիմորդները դժգոհեցին, թե քիմիա եւ թե հայոց պատմություն առարկաների թեստերը սպասվածից բարդ են եղել։ Դիմորդների խոսքերով այսօրվա քննությունները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ միայն դպրոցական գիտելիքներով բարձր միավորներ հավաքելը քիչ հավանական է։ Ընդհանուր առմամբ դժվար աշխատանք էր, պետք է պարապած լինել, շատ դժվար էր մի խոսքով, անպայման պետք է կրկնուսուցի մոտ պարապվի, անպայման, թե չէ մենակ դպրոցի սովորածով չի լինի։ Շատ բարդ էր կազմված ու մանրամասներ շատ, դպրոցի դասագրքից այդքան շատ հարցեր չկային, անպայման պետք է պարապած լինես կրկնուսուցի մոտ, շատ դժվար է առանց պարապած հանձնել քննություն։ Բացատրում են այսպես, թեստերը շատ խորացված գիտելիքներ են պահանջում, երբեմն երկակի պատասխաններ կարելի է տալ հարցերին, ինչը թյուրիմացության մեջ է դնում դիմորդին։ Կարծում եմ, որ կարող էին ավելի լավ թեմաներ ընդգրկել, այսինքն կոնկրետ մեր ծրագրի ներսի թեմաներ, իսկ իրենք ավելի շատ աշխատել են դիմորդներին այսպես խոճապային իրավիճակների մեջ գցել, տալ հարցեր, որոնք կարող են նույնիսկ երկակի պատասխաններ ունենալ, ավելի շատ բուհական գիտելիքներ են պահանջում այսօրվա թեստերը գրելու համար։ Դե կային երկակի պատասխաններ պահանջող հարցեր, որոնք որ շփոթության մեջ էին գցում, բայց հիմնականում համակարգը նորմալ բարդություն ուներ, Մակարտակի խնդիրներն էին մի քիչ դժվար, բայց նորմալ էր քննությունը։ Քիմիա առարկայից միասնական քննություն հանձնած դիմորդները նշեցին, որ այնպիսի բարդությամբ խնդիրներ, ինչպիսին նրանց առաջադրվել է այսօր, դպրոցում չեն լուծել։ Հավաստում են, թե կան նաև առաջադրանքներ, որոնք կամ դուրս են դպրոցական ծրագրից, կամ դասաժամերի ընթացքում մանկավարժները լուրջ ուշադրություն չեն դարձնում այս կամ այն թեմային։ Դպրոցը դες մանրամասն չենք անցնի, ինքը մեջբերումներից խոսքեր կային, դպրոցը չենք տվել են, բայց չենք սովորել։ Կարճ չենք սովորել, բայց կարճ չեն էլ տվել, հեչ պետք չի եկել։ Դպրոցում այդքան չեն խորանում, կար բաներ, որոնք որ դպրոցում ասենք նյութի անունը չէիր կարող իմանալ դպրոցում, բայց մասնագիտական պարապելու ժամանակ կարող ես իմանալ։ Իդեպ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս խնդրին անդրադարձել է նաև նախարար Արմեն Աշոտյանը։ Խոստովանենք, որ թեստեր գրելու կուլտուրան դեռևս չունենք, ոչ միայն ընդունելության համակարգում, այլ թեստերի որակը խնդիր է նաև բուհական քննությունների ժամանակ, որովհետև բուհերում եւս ուսանողները կատարյալ թեստերով չեն քննություններ հանձնում, ասել է նախարարը, հավելելով, որ հաջորդ տարի եւս կտրուկ փոփոխություն չենք ունենա թեստերի որակի մեջ։ Արմինե Վարդանյան, Համբարձում, Պապոյան, Գալանյուս։